2022 թվականն էր, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց մի հզոր մեգանախագծի մասին։ Հատիս լեռան գագաթին կառուցվում է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ համալիրը։ Այն ամենամեծն է լինելու աշխարհում եւ իր ուրույն տեղն է ունենալու մոլորակի զբոսաշրջային քարտեզի վրա։ Մեզ փորձել են ջնջել, մենք ստեղծել ենք սփյուռք, չենք թողնի կրկնվի պատմությունն անգութ։ Արմենիա, առաջինը դու ես մոտեցել խաչին։ Հիմքի աշխատանքները մոտենում են ավարտին եւ մոտ ապագայում արդեն իրականություն կդառնա։ Պինդե քո սահմանը, ես եմ քո պաշտպանը, Արմենիա, քեզ կառուցել են հավատով։ Ծառուկյան ընտանիքի միջոցներով կառուցվող այս մոնումենտալ համալիրը հռչակվեց որպես համահայկական կառույց եւ իրենց փոքր աշխատանքով հսկա գործին միանալու կոչին արձագանքեց նաեւ հայաստանյան օֆրոդ համայնքը։ Ավտոդրայվ հաղորդաշարի պրոդյուսեր եւ Drive Media ընկերության հիմնադիր Մխիթար Հովակիմյանը համախմբելով ուժերը կազմակերպել է ավտոերթ դեպի Հատիս լեռան գագաթ։ Նախատեսված ժամին ջիփերները մեծ մասը ընտանիքներով հավաքվել են Հատիս լեռան ստորոտին։ Գագիկ Ծառուկյանի ժամանումը սպասված իրադարձություն է բոլորի համար։ Ելք տեսել եմ հույս, ես տանում եմ խաչը իմ դեպի լույս, Արմենիա, առաջինը դու ես մոտեցել խաչին։ Եվ փոքրիկ զրույցից հետո շատ դժվարանցանելի ճանապարհներ հաղթահարած վարորդները պատրաստ են նոր վերելքի։ Պինդե քո սահմանը, ես եմ քո պաշտպանը։ Ով քնած է վեր ելեք, ով արթուն է ցիթ համբեք, թող իմանան եկել ենք մենք։ Եղել ենք կանք ու կլինենք, ու թե դժվար պահել լինենք, երգով ու նվագով պիտի հաղթահարենք։ Բարձրանալով դեռևս գրունտային ճանապարհով սկսում ես պատկերացնել, թե ինչ հսկայածավալ գործ է ձեռնարկել Գագիկ Ծառուկյանը։ Արձանի բարձրությունը պետք է լինի 33 մետր, ինչը խորհրդանշում է Քրիստոսի ապրած տարիները։ Պատվանդանը պետք է ունենա 68 մետր բարձրություն, այսինքն ընդհանուր բարձրությունը կհասնի 101 մետրի։ Երգով ու նվագով պիտի հաղթահարենք։ Համալիրի կառուցման ավարտին 2528 մետր բարձրություն ունեցող Հատիս լեռան գագաթ հնարավոր կլինի բարձրանալ նաև ճոպանուղով, որի սյուների տեղադրումը ընթանում է արձանի պատվանդանի կառուցմանը համընթաց։ Ինչպես նշում է պարոն Ծառուկյանը, այն դառնալու է ներքին համերաշխության եւ համախմբան խորհրդանիշ ամբողջ հայության համար։ Դռները բաց են բոլորի համար, Սփյուռք, Արցախ, Հայաստան, բոլոր մեր հայրենակիցները, ով ցանկանում է, դռները բաց է, կազմակերպելու գալու զանգերը շատ են, բոլորին էլ հրավիրում ենք։ Դες դու գալիս զգում եք, որ հոգի կա, շունչ կա, հզորություն կա, սա հիմնական հաշտության, համերաշխության, ազգի միավորման խորհրդանիշն է։ Բոլորը բարձրանալով պետք է ամեն ինչ մոռանան, չարություն նախանց, մեկը մեկի վրա ցեղ շպրտել, այլ պետք է կարողանան ազգովի միասնական իրար կողք կողքի կանգնած լինեն, քար դնեն, նպատակ պահեն, որ այդ բոլոր նպատակները իրականություն դառնան։ Անհատական չի լինի, միասնական պետք է լինի։
Այսօրվա երթի մասնակիցները ևս մեկ նպատակ է հետապնդում. իրենց սիմվոլիկ մասնակցությունն ունենալ աննախադեպ այս գործընթացին։ Առաջինը հաճկերս կլեսնի, երկրորդը կինը, հետո դու, հետո հետաքրքրություն կանենք, եղավ։ Ներկաներից յուրաքանչյուրը մեկ դույլ բետոն է լցնում նախորոք պատրաստված կաղապարի մեջ, մտքում պահելով ամենանվիրական երազանքը։ Խաչքարերը տարցունքներով կլվանան, աղաչում եմ կանչիրը թույլ տուրը տուն դառնան, խաչքարերը տարցունքներով կլվանան, աղաչում եմ կանչիրը թույլ տուրը տուն դառնան։ Մենք մեր լուման ունեցինք։ Դու դարձել ես օտարի գերի, որդիները տկերի օտարի, Աստված առաջ։ Հոտակ սրտում սառույցներ են գոյացել, քարացել, կարունները տաշուն են դարձել։ Հոտակ սրտում սառույցներ են գոյացել, քարացել, կարունները տաշուն են դարձել։ Մեր ամենաբարձր պետք է 101 մետր, համազոր, համկարող, Հայրի պես։ Հայն ու Հայաստանը նոր ու զորավոր, պատրաստությանը ոցնվեց այսօր։ Հայն ու Հայաստանը երկու չափեր ժանում, միշտ էլ աղթում ենք, երբ որ միանում։ Հայն ու Հայաստանը Վերջում բոլորը ստացան անվանական հավաստագրեր, որը վկայում է այս ազգանվեր գործին միանալու և շինաշխատանքներին մասնակցելու մասին։ երկու հապեր ժանում, միշտ էլ Մոտավորապես մի շաբաթ առաջ էի այստեղ, ես էլի ամենագնացներով բարձրացել էինք, ես անձամբ այդ մի դույլ ցեխը, որ լցրեցի, իմ մարմնով մի ուրիշ տիպի սարսուռ անցավ, քանի որ պարոն Ծառուկյանն էլ ասեց, բոլորը կարող են գալ մասնակցել, ավտոդրայվ հաղորդումն է մերը, որոշեցի ամենագնացներին տեղյակ պահել, տյունինգային ընկերություններին, ակումբներին, ինչու՞ չէ նաև անհատներին, որ գալիս են մասնակցում են միջոցառումներին։ Բոլորը այստեղ են եկել, ոգեշնչված են եղել, թե կազմակերպած միջոցառումից, իրանք իրանց ընտանիքներով որ եկան, տեսան, արդեն ինչքան ահռելի աշխատանք կա կատարած, իրանք էլ ոգեշնչվեցին։ Շատ տպավորված ենք, շատ ենք լսել, որ կառուցվում է, բան ամենամեծ արձանը, բայց միջև չես գալիս, չես տեսնում հիմքը, ճիշտ է, հիմա մենակ հիմքն է, առաջին հարկն է, բայց արդեն այդ իր մոնումենտալիզմը արդեն կարողանում ես էլի պատկերացնել, իսկապես շատ տպավորիչ է, շատ կարևոր եմ ես համարում, ես երեխաներիս հետ եմ, երեխաներս էլ են այս ամեն ինչ արարողությանը մասնակցել ու իսկապես շատ կարևոր եմ համարում ու սա կմնա մեր մեջ տարիների ընթացքում տարիներ շարունակ ու երբ արդեն արձանը պատրաստ լինի, որ գնայինք ու պարտանանք։ Ես խորհուրդ եմ տալիս բոլորին, որովհետև հետո երբ արդեն կառուցված կլինի, շատերը փոշմանելու են, որ տենց հնարավորություն ա եղել ու չեն մասնակցել։ Մեր ազգը եւ մեր պետությունը քրիստոնյա է։ Մենք մեզ հնարավորություն ընձեռվեց այսօր մեր ակումբի տղաներով հաղթահարել այս ճանապարհը, չնայած մեր համար դժվար չէր, շատ հետաքրքիր էր։ Մեզ հնարավորություն ընձեռնվեց մեր լուման ներդնել այս մեծ սուրբ գործի մեջ։ Քանի որ սարքվում է աշխարհի ամենամեծ Հիսուսի արձանը, բոլորս տեղյակ ենք։ Մեծից փոքր անգամ իմ տղան էլ իր փոքրիկ լուման ներդրեց այս հիմքում։ Մենք բոլորս շնորհակալություն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին նման ծրագիր կազմակերպելու համար։ Շինարարական աշխատանքներից իրականում տպավորված եմ, շատ լուրջ ճարտարապետական գործ արված ու սա ուղղակի հիմա սենց հիմքերը որ տեսնում ես, պատկերացնում ես, ինչպիսի ահռելի մեծ կառույց է լինելու ու սա մեր ազգի պատիվն է լինելու, սա աննախադեպ շատ լուրջ իրադարձություն է մեր երկրի համար ու պատմության մեջ շատ լուրջ տեղ ու դիրք է զբաղեցնելու ամբողջ աշխարհում։ Ես ուղղակի հիացած եմ։
Այսօր այս մեր գործողությունը, որ մենք եկանք մասնակցեցինք այս շինարարական աշխատանքին, սա մեր հիմքերի մեջ էլ է մնալու իմ թորների եւ այլն, այսինքն այս պատվոգիրը, սերտիֆիկատը, որ մենք այսօր ստացանք, մեր համար եւ մնայուն պատմության մեջ։ Բետոնը լցրեցի ու հավաստագիր ստացա։ Այնտեղ լինելու է աշխարհի Հիսուս Քրիստոսի աշխարհի ամենամեծ արձանը։ Մեկ քայլ եւս մոտեցանք մեր Աստծուն, մեր կարևոր գործը արեցինք ի ղեկավարության մեր հարգարժան պարոն Ծառուկյանի, սենց առիթները մենք միշտ ուրախ ենք մասնակցենք, դա ինձ թվում ասում եմ բոլորիս անունից։ Էմոցիաների հետ կապված աննկարագրելի է որպես քրիստոնյա, այո, մեծ պատիվ էր ներկա գտնվել նման շատ կարևորագույն միջոցառման։ Ես կարծում եմ, որ նման աստվածահաճ գործի հետ կապված նաև ազգանվեր գործ է սա, եւ կարծում եմ ցանկացած հայի համար այն թե հիմա թե հետագայում կլինի մեծ պատիվ, կխթանի туриզմին եւ ինքն իր կառույցով, որ լինելու է աշխարհում յուրահատուկ, ես կարծում եմ, որ այն բնորոշ է մեր ազգին որպես յուրահատուկ ազգ։ Ես կուզեմ, որ մեր երկիրը հզոր լինի ինչպես այս կառույցը, ամեն առումով, տնտեսությամբ կլինի, բանակով կլինի, ուժով կլինի, ամեն դեպքում շնորհակալ ենք այս աստվածահաճ եւ ազգանվեր միջոցառման համար։ Շինարարական աշխատանքներին հետևելով մենք դեռ շատ կայցելենք։ Շնորհակալ ենք ավտոդրայվին լուսաբանելու համար։ Որպես քրիստոնյա ազգ ես որոշեցի, որ անպայման գամ իմ ներկայությունը լինի, թեկուզ մի վեդրո բիտոնով, ցեխով կամ ինչ-որ մի շինարարական աշխատանքով, որովհետև պատմական իրոք հենց հիմա պահա, որ աշխարհում ամենամեծ արձանն է, որին որ իմ կարծիքով բոլորն պետք է գան իրենց ներկայությունը լինի, որ էլի պատմության մեջ հիշվելու է, էլի 4 անգամ 4 օֆրոդ ակումբով տղեկով, որոնք որ միշտ ցարերում ենք, մեզ այս պահը այն որ ասում եմ շատ կարևոր էր որ ստեղ լինեինք։ Մենք 4 անգամ 4 օֆրոդ ակումբի մասնակիցներ ենք ու ակումբով ներկայ են գտնվել այսօրվա այս առողջությանը։ Զգացողությունները էդի շատ հուզիչ է, շատ ուրախ ենք, շատ հպարտ ենք, որ մենք ունենք այսպես մի հատ մանումենտ են կառուցվում, որը որ աշխարհում առաջինն է։ Մենք շատ շնորհակալ ենք կազմակերպիչներին, անձինս պարոն Ծառուկյանին, որ շատ գեղեցիկ բան է ձեռնարկել մեր ազգի պատիվը բարձր պահելու համար։ Շնորհակալություն։ Մոնումենտալ շինարարությունը շատ լավն է, շատ հզոր գործ արվում, շնորհակալություն պարոն Ծառուկյանին։ Ու աշխարհարչակ գործ արվում, սաղ աշխարհն է տեսնելու, սաղ աշխարհն է նախանձելու, բարի նախանձով, որտեղ ունենալու ենք միակ բանը, որը մենք ենք ունենալու։ Եկանք ու մեր ներդրումը ունեցանք այս գործի մեջ, այս ազգանվեր գործի մեջ, այնպես որ ընդհանրապես չենք փոշման, միայն ուրախ ենք։ Դե հաշվի առնելով, որ ոչինչից ուղղակի սարից, որ բնությունը ստեղծել է, այս ամեն ինչից ստեղծվում է ինֆրաստրուկտուրա, ինչ որ չափի ու նմանատիպ մեծ շինարարություն է կատարվում, կարծում եմ այդքանից արդեն անգամ տեսախցիկով երևում է, թե ինչքան մեծ աշխատանք է կատարվել։